Ոծը թղթի է։ Համն էլ թղթի է, բայց ոչ սովորական երևի գիտելքի համ ունի, ասեմ շատ հետաքրքիր համ ունի։ Ծաղիկների թագավորը գրել կարդալ չեն սիրում, սովորողին մի ձեռք եմ անում, տեսես ինչու ինչ է սյուն, ու անգետիկ անվանում է։ Դուք սասադրոցից եք գալիս, հոգես քեզես իջը անցել եք տեծերի, տեսեք, պահ։ Մենք այդ գրքով շատ հարստացանք։ Իսկ ուր է ձեր այդ հարստությունը։ Այդ հարստությունը մեր ձեռք բերած գետելիքներն է։ Հարկավոր է բացել այբենարանը և ձեռք բերել այդ գանձերը։ Բայց այբենարանը փակ է այս մեծ կողպեքով, իսկ այստեղ բանալին չկա։ Մինչև բանալին չգտնեն և մինչև երեխաները կարդալ չսովորեն, մեր գանձերը անհայտ կմնա։ Մենք հեքիաթի աշխարհի հերոսներս մնացել ենք մենակ։ Առանց ընթերցողների, առանց տառեր իմանալու ոչ ոք հեքիաթ չի կարող կարդալ և ոչ ոք մեզ չի ճանաչի։ Ով դրա, արժե դրա համար այդքան տխրել, սար ու ձոր ընկնել, մեր գանձերը ինչով են պակաս։ Էլ կոկով, էլ պանիր, եկեք միասին, ուտենք, խմենք, քեֆ անենք։ Մտնիկ բեր հեռախոսը խնդրեմ։ Եկեք հաղորդագրություն գրենք։ Հարգելի ընկերներ, կորել այբենարանի բանալին, խնդրում է գտնողի ներկայանալ Երևանի Կարեն Ասերյանի անվան համար 171 հիմնական դպրոց, գտնողին խոստանում ենք հեքիաթային պարգև, վերջ, արդեն ամբողջ համացածով մեր հաղորդագրությունն է տարածված։ Ես Մալվինան եմ գիտել, ես այս տարի սովորեցի հայերենի տարել
Ես արդեն դպրոցական եմ և բոլոր տարերը գիտեմ, սովորել եմ գերազանց, գրել, կարդալ և հաշվել, ես կարդում եմ շատ գրքեր և անտարի չարգայլերը չեն կարող ինձ խաբել։ Հիշեցի, ես էլ եմ ստացել ձեր հաղորդակցությունը, կարծում եմ կարող եմ ես էլ ձեզ օգնել, տատիկս միշտ ասում էր, փականը քաշի դուռը կբացվի։ It ain't no trick to get rich, dig with a shovel or a pick. In a mine, in a mine, in a mine, where the million. Ապրեք չդուգնել, լավ եք ետքում, իսկ հիմա եկեք սովորենք այբուբենի հաջորդ տարը։ Ուֆ, սպիտակաճյունիկ դու չօգնեցիր տարեր սովորելով։ Իսկապես, հիմա մեզ է ստիպում հայերենի այբուբենը սովորել։ Հայերենի այբուբենը ունի 39 տան, այն անգլերեն տարերի շատ է 13-ով, ինչ է եղել, որ դարի այսքան տարդ քանդակի, ամեն անգամ գրելիս գլուխս գտնում։ Հեյ գեներ այբուբենը մեր ոսկետան, պատկանում է մեզ դասու հետ, լավ պահենք այն ու փայփենք, բաշկարդալ գրել սովորել։ Դարով այս կահադարկը ժիր մանուկները դարում են գրաճանաչ, սովորում են գերգատա ձեր բերում բազում տեն։ Չէ, որ իրական արուստությունը մտքի և սրտի արուստությունը։ Տարեր քանդակել պետք չէ, որովհետև տարներն արդեն քանդակված են և տեղադրված տարերս վրախում։ Մենք պետք է բացենք այրեն արանը և սովորենք հայերեն տարերը։ Մենք կարող ենք ես օգնենք սպիտակաճյունիկ դռնակը բացելու համար մեզ պետք է մեր մուրճիկները։ Մուրճիկներով զնգում, քարում ենք, քարում, որ գետլի հարկից քար ենք քարում, թանկարժեք քարեր, անգիր, գովաններ, սիրում ենք մեր գործը շինում պալակներ, թզուկներ, թզուկներ, թզուկներ ենք մենք, սիրում ենք հարյաաշ, աշխարհեր երթել, հեյ։ We dig, 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 dig in a mine all the way through. To dig, 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 dig is what we like to do. Ինչ պայծառ է այս առավոտ, թռչուններ ուրախ երգում, թիթեռներ ուրախ պարով, բարի օրվա սկիզբ է նշում։ Հաֆ, մորթի սուրա, վդակը սուրա, ամեն անգամ ինձ խաբում են, ես էլ նոր եմ շրջանդվել, թե որ գարեմ։ Այդ ու խաբեմա դու չար կատու, մորթի սուրա, վդակը սուրա։ Ընկերներ, մի վախեցրեք երեխաներին, եկեք համերաշխ ապրենք, մենք հաջողության կհասնենք, եթե միասնական ու համերաշխ լինենք։ Ինք համերաշխ, դու համերաշխ քունին խոսում, վայ մորթին, հաֆ։ Ժամը 12-ի զանգերը դեր չդրին,
նկարում արթնացան շշուկները անուշ և լուսինը դեմքի վրայով մեղմ սահեց շպիտովի կնդուշ Շատ կարևոր է։ Պետք է գնանք օգնության, չէ։ Իհարկե պետք է, երբ ինչ-որ մեկ օգնության կարիք ունի, չի կարելի սպասել։ Բաբիկ, եթե դարպասները փակ է նշանակում, անկետիկը չի կարող տարերը սովորել։ Իսկ մարդ առանց տարերի չի կարող կարդալ, գրել և շատ բաներ իմանալ։ Պետք է գնանք օգնության, չէ։ Իհարկե պետք է, երբ ինչ-որ մեկ օգնության կարիք ունի, չի կարելի սպասել։ Ուրեմն շտապեք, գուցե մեկ կարողանանք օգնել բացել այ բենարանի դուռը։ Գնանք, գուցե ինձ մեզ է սպասում այն։ Եթե այսպես երկար խոսենք, մենք մեր նպատակին գուցե չհասնենք, իսկ եթե փոքրինչ խորը մտածենք, կհասկանանք, որ մեր դժբախտությունների մեջ ինքներս ենք մեղավոր։ Ժողովրդական ասացվածքն ասում է, ով ալարի, ոչ դալարի, ով աշխատի, նա ուտի։ Thank you.
Ալիսա, սա տարերի աշխարհի դուռն է։ Տարերի աշխարհ, իսկ ինչպես ենք ներս մտնելու, այն փակ է։ Մտածում եմ։ Հիշեցի, այս դուռը բացվում է այն ժամանակ, երբ լսում եք ինչ տարերը։ Իսկ մենք գիտենք այդ տարերը։ Ես մի քիչ հիշում եմ, բայց խառը, ասեն, բլուխսները խառնվեց։ Իսկ միգուցե դուռը բացելու այլ եղանակ լինի, դու կարողանում ես կարել աշխարհի ամենագեղեցիկ գրվածքները, օգտագործելով քո օգնական գործիքները։ Մկրատը, ասեղը, միգուցե գործիք ունես քո հրաշագործի գործիքներում ու կարողանաս այս գիրքը բացել։ Լավ միտք է, հիմա կփորձեմ, սիրելի Ալիսա։ Свисточек, сок, березовый глоток.
օգտակար։ Շնորհակալ ենք շատ, ձգնիկ թանկագին, մեր շատ օգնած պատմությունը կհանգին, գնանք ես համար դու ծիրամիզով, ու այնտեղ ապրիր ազատ ապահով։
Եվ հպարտորեն կարող եմ ասել, որ այս հանդեսը բոլորիս հոգիները լցրեց ջերմությամբ և սիրով։ Սիրելի երեխաներ, դուք այսօր պարզապես հանդես չներկայացրեցիք, այլ բացեցիք ձեր կյանքի ամենակարևոր դռներից մեկը դեպի գիտելիքի աշխարհը։ Կեցեք ձեր քայլող աչքերն ու անկեղծ շփիթներն ամենից արտացեք։ Թող այս օրը ձեր հիշողության մեջ մնա որպես լուսավոր սկիզբ, իսկ ձեր ճանապարհը միշտ ուղեկցվի հաջողություններով, ձեռքբերումներով և նոր հաջողություններով։ Սիրելի Տիկին Այվազյան, շնորհակալ եմ ձեր նվիրումի, հոգատարության, սիրո համար, ձեր սիրով կատարած աշխատանքի համար, ձեր հեքիաթ տեսակ լինելու համար, իսկապես աշխատանքը, որը դուք եք անում, անգնահատելի է, երբ ոչ միայն գիտելիք եք հաղորդում, այլև ձևավորում եք հարգանք, սեր և շնորհակալ եմ ձեզ անչափ։ Մեր շատ սիրելի Տիկին Հակոբյանյան,
Շնորհակալ ենք ձեզ հերթական միջոցառման երաժշտական մասն այսքան բարձր մակարդակով և ճաշակով ներկայացնելու համար։ Շնորհավորում եմ ձեզ նաև սիրելի ծնողներ, այս օրը ձեզ համար ևս հաղթանակ է, որովհետև նաև ձեր աշխատանքի, հոգատարության և աջակցության շնորհիվ է, որ մեր երեխաներն այսօր քայլեցին բեմում և կանգնած էին այսքան վստահ և հպարտ։ Շնորհակալ ենք ձեզ։ Եվ առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ, հարգարժան սիրելի պարոն Սաֆարյան, որ պատվեցիք ձեր ներկայությամբ մեր այսօրվա միջոցառումը։ Իսկապես ձեր ներկայությունը, պարոն Սաֆարյան, առանձնահատուկ ջերմություն և արժևորման զգացում հաղորդեց մեր այսօրվա համար, այս գեղեցիկ օրվան, և խնդրում ենք, որ լսենք նաև ձեզ այսօր, որպես մեր անփոխարինելի տնօրեն, պարոն Սաֆարյան։ Ասած ինձ սովորեցրին, որ ես ներկայանամ ոչ թե պարոն Սաֆարյան, այլ Ստասարանի Աշնազարի ընկերոջ պապիկ։ Շնորհակալ եմ գավերքի համար, Տիկին Հովհաննյան ձեզ։ Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր մեկ անգամ ևս հնարավորություն էին խնդրում ինձ հետ հանդիպելու, ես ամենակարող և ամենակարևոր մարդը չեմ վրա, բայց ամեն դեպքում պատկերացրեք, որ նույն ոգևորությամբ իմ ցանկությունն է եղել տեսնել, լսել շատ ու շատ մարդկանց, ծնողներ փոխվել են, շատ ու շատ մարդկանց, ում ես իսկապես ուզեցել եմ, որ տեսնեմ, պարտանամ, խոսեմ, ամեն ինչով շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր նաև սպասում են։ Հիմա սկսենք ես միջոցառումը չեմ գնահատի, որովհետև տնօրենը ամեն ինչ ասեց, ուղղակի սկսենք փոքրիկ իշխանից առաջին ելույթից որից ասեց շատ բան կա, շատ բան ենք ուզում ասել եւ այլն։ Լավ է, վատ է կտեսնենք վերջում։ Միտս պահել եմ եւ քան չեմ լավ է, վատ է չկա, կար միայն լավ է։ Կար մի թելի պես այս ամեն ինչը գնաց, իրար հաջորդեցին դրվագները, իրար հաջորդեցին, այստեղ ամենակարևոր բանը անհասկացություն չէ դες եկավ, որ երեխաների մեջ կար սովորելու ցանկություն։ Ցանկություն էին, ցանկություն է մտնում, որ սովորել։ Ոնց կարելի է ցանկությունը չոգևորել եւ այդ ցանկությունը չդառնա այս գիտելիքների աշխարհի ունենալու հնարավորություն, ինչու՞ չէ նաեւ ապագայի լավ մարդ ու աշխատող։ Կար լիճ մշակութային վերզեցում, կար համառություն, լուրջով լինի, սրով լինի, մենք այդ այգոնարանի դուրը բացել ենք, անպայման բացել ենք, որտեղ դա մեզ համար կարևոր է։ Ուսուցիչը դա է սովորեցրել այդ երեխաներին։ Ես չզարմացա, որ այսքան բան կարող են երեխաները անել, կներեք մի դրվագ միտն ասել, այս ամեն ինչին ծանոթ եմ ես մեր տանը, երբ որ այդ մարկը տանը փորձում է այվազյան խաղալ, ինձ մի քիչ նստեցնել, դասավանդելը դժվար է, ամենակուժը կունար տապիկի վրա է բերում։ Արտիներ նստում եք, սկսում են դասը։ Ուղղ նստի արտիներ, մարդ ջանախի մեջ կսցաններ, ուղղ նստի արտիներ, անում են գիրքը, դասագիրքը, այժմ հայրենի դասը, լավ մարդ հայրեն ասա այս բառը, ճիշտ չես արտասանում։ Էնի են բոլոր ձևերը ինչ-որ կենին այվազանները իրենց սովորեցրել կա, մեր տանը վաղուց կա։ Էնպես որ ինձ համար զարմանալի չէր, առավել ևս որ Տիկին Այվազյանի բազում տարիներ ճանաչում են, ձեռագիր ունի, չեք թիկվող ձեռագիր, գնահատականը դուք եք տեսնում, դուք եք զգացել Աստծո ամեն օր, ես ընդհանրապես ես մի անգամ եւ մեկ տարի։ Ես ուրախ եմ, որ այս երեխաները այսօր ազատ խոսում են, ազատ իրար հետ հաղորդակցում են։ Այս երեխաները կարողանում են դերասանական արվեստի բոլոր հմտություններին իրենց տարիքի համապատասխան անպայման արտահայտել։ Ամեն ինչը տեղը բերեց, նույնիսկ կար միջպետական հարաբերություն
Ձգնիկները ռուսական են, չհասկացա, ինչ է ռուսական, շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ, ասել թե դպրոցի դեմք եւ այլը, ես միշտ ասել եմ, դպրոցի դեմքը մուտքից որ մտնում ես պահակն է, դրանից գալիս ես արդեն տարական օղակը։ Տարական օղակի ուսուցիչները իրենց աշխատանքով ամեն ինչով ստիպում են, արտադրում են ծնողներին ճիշտ գնահատել դպրոցը եւ իրենց երեխաներին տանել դպրոցը։ Հզոր տարական օղակ կա այս դպրոցում, շատ հզոր, մեկը մեկից լավ, մեկը մեկի բավական, բարձրացություն բավականին հզոր մեծ, եւ դրանց այդ ոգևորության վրա կանգնած է համայնքան Տիկին Գրիգորյանը, որին ուզում մեծապես շնորհակալություն հայտնել։ Շնորհակալություն Տիկին Օհանյանին դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքները մակարդակի վրա պահելու եւ ամենը ավելացնելու համար։ Շնորհավորում եմ բոլորի արգելի ծնողներ, մեկի առաջին երեխաներ, մեկի երկրորդ երեխաներ, որ գտել եք հարմար այս դպրոցում, ուզեցել եք այս դպրոցում լինել, դուք ավելի շատ պարտադրել եք տնօրենի գլխավորությամբ բոլոր ուսուցիչներին, միայն տարեկան օղակիչ, որ ձեր հավատը չկորցնեն, որ վստահությունը չկորցնեն, վաղն էլ, մյուսօրն էլ թողնիկներ։ Ես որ այս դպրոց եկել են առաջին հերթին իմ աշակերտները, իրաց երեխաները, հետո նրանց տորնիկները, գործած դպրոցում սովորել են եւ չգիտեմ, կարողացել են կանել են, ինչ որ կարողացել են։ Հիմա Տիկին Օհանյանի գլխավորությամբ տեսնում ենք, որ շատ բան չի փոխվել, փոխվել է, եթե մի բան փոխվել է, ավելի լավն է փոխվել։ Եվ ուզում եմ այդ շարունակությունը ունենալ։ Բոլորին շնորհավորում, ձեզ եմ շնորհավորում, ուզում եմ, որ ձեր երեխաների այսօրվա այս անելիքը, արարքը, որ տեսանք դրա, երբեք չմարի։ Իմ խորհուրդը ձեզ եղեք դպրոցին բարեկամ, անկաշար բարեկամ։ Ձեզնից ամեն մեկը մի քանի մասնակցության է տիրապետում, գրագետ եք, բավականին տնտեսագետ, իրավաբան եւ այլն, բայց երբ որ հերթը գալիս է ուսումնադաստիարակչականին, ինչքան է որ դուք տիրապետ եք, այդուհանդերձ վստահեք ուսուցչին, մի արտորի բառեր ասել, մի խանգարեք։ Դրանից շահելու ենք բոլորից, շնորհակալություն։ Սիրելի երեխաներ, սիրելի թորնիկներ, շնորհակալություն այդ հեքիաթի համար, որը պատկերեցիք դուք մեզ այս պահին։ Կյանքը ինքնին հեքիաթ է, բայց հեքիաթս յուրաքանչյուր հայրիկի ու մայրիկի համար սկսվում է այն պահից, երբ բոլորոցում հայտնվում է մեծ հրաշքը, բարիքը։ Սկսում են ուսուցանել, սովորեցնել։ Հրաշքը տեղի ունենում նորից մեկ անգամ, երբ բարիքը մտնում է դպրոց։ Եվ այս անգամ նրանց դիմավորում է քնքուշ, նուրբ, բարի ուսուցչուհին։ Հեքիաթը շարունակվում է դպրոցում։ Արդեն հրաշագործությունները ուսուցչուհու շնորհիվ են։ Հրաշքները, երբ օրերից մի օր ուսուցչուհին ազդարարում է այն մեծ հրաշքը, որ իր աշակերտները տաղաճանաչեն։ Այդ ուսուցչուհին այս պարագայում մեր սիրելի ընկեր Այվազյանն է, որի բեղուն գործունեությանը վստահ եմ ծանոթ են դահլիճում բոլորը։ Բոլորս ենք ծանոթ այդ գործունեությանը։ Սիրելի ընկեր Այվազյան, դուք այս հեքիաթի փերին եք։ Ձեր կատարած հրաշքները այսօր կարծես քննություն բռնեցին շատ հրաշալի ձևով։ Թող շարունակելի լինեն ձեր հրաշքներն ու հրաշագործությունները։ Այս հեքիաթի շատ գեղեցիկ ու ակտիվ մասնակիցն է մեր սիրելի ընկեր Հակոբյանը։ Իր բարձր ճաշակով, երաժշտական ձևավորմամբ, միշտ մեր երեխաների, մեր ուսուցչուհիների կողքին։ Հաղթանակների ու հրաշքների համար շնորհավորում եմ։ Հեքիաթի գեղեցիկ մասնակիցները, ներկեր են, արուսույցները, ծնողները, այս ձևավորումներն ու ամեն հետաքրքիր պարագաները, հագուստից սկսած ամեն ինչից հեքիաթի մասնակիցները, որ կայացավ այս հետաքրքիր հեքիաթը։ Շնորհակալություն բոլորին, բոլորս միասին պետք է ապահովենք այդ ամեն ինչը։ Իհարկե, մեծ հպարտությամբ նշեմ նաև կրթական այն միջավայրը, որ ստեղծվել է մեր տնօրինության ու կոլեկտիվի կողմից։ Մեր պարոն Սաֆարյանի հմուտ արհեստավարժ ձեռքով ստեղծվել եւ արհեստավարժ ու հմուտ ձեռքով շարունակվում է մեր սիրելի ընկեր Օհանյանի կողմից։
Եվ վերջապես անդրադառնամ մեր հեքիաթի ամենակարևոր, ամենագլխավոր հերոսներին։ Ապրեք, կեցեք սիրելի երեխաներ, թող ձեր կյանքում շարունակվի, ձեր հրաշքները շարունակաբար լցնեն ձեր հեքիաթի էջերը։ Խաղաղ լինի, ամեն ինչ ապահով լինի, որպեսզի դուք կարողանաք ամուր ու հաստատուն քայլերով քայլել կյանքի ու գիտության ճանապարհով։ Շնորհավոր ձեր տոնը, բոլորիս տոնը։ Առաջին ուզում եմ շնորհավորել ձեզ սիրելի երեխաներ, որ կարողացաք հաղթահարել տարրական դպրոցի ամենադժվար դասարանը, առաջինը։ Հեշտ չէ սովորել առաջին դասարանում ու մի քանի ամիսների ընթացքում կարողանալ հաշվել, գումարել, հանել, գրել, կարդալ, այնպես որ դուք կարողացաք հաղթահարել եւ այսօր գեղեցիկ ելույթ ունեցաք։ Ապրեք, շնորհավորում եմ ձեզ։ Եվ ձեր ձեռքին է ապրեն գտնվում գանձարանի այն բանալին, որը ձեր ձեռքին գտնվելով կարող եք ճիշտ օգտագործել եւ կյանքում դառնալ բարի, գրագետ, խելացի եւ ամենակարևորը լավ մարդ։ Շնորհավորում եմ ձեզ հարգելի ներկաներ, հարգելի տնօրենություն, ուսուցիչներ, հարգելի պապիկներ ու տատիկներ, հայրիկներ ու մայրիկներ։ Ցանկանում եմ, որ լինեք առողջ, ապրեք երջանիկ եւ ձեզ այնքան ուժ ու եռանք, որ կարողանաք մեծացնել հայ ազգի, մեր երկրի համար պիտանի մարդիկ, պիտանի զավակներ։ Կարմից եմ ասում շնորհակալություն ծնողներին, որ ամեն հարցում իմ կողքը կանգնած են, մեր սիրելի երգի ուսուցչուհուն Գետ Հակոբյանյանին, եւ այս ամենը իհարկե եթե իհարկե տնօրինությունը մեր նախկին պարոն Սաֆարյանը, ներկայիս տնօրեն Տիկին Օհանյանը, ուսմասվարները, բոլոր աշխատակիցները նաև չօգնեին չազատել։ Շարունակեք օգնել երեխաներին, որպեսզի հասնեն այն գանձերին, որոնք այսօր իրենք փնտրում են։ Շնորհակալություն։ Նստեք, էլի ժողովուրդ,